Քրիստինե Հարությունյանը հարցնում է. Դուք ասացիք, որ նախընտրում եք ձեր սեփական խաղը, իսկ բոլոր խաղերում լինում են հաղթողներ ու պարտվողներ։ Հիմա դուք այս վիճակում որ դերում եք։ Եվ երկրորդ հարցը. կասեք վերջապես թե ով է ձեր հովանավորը՝ Վանոս Իրադեղյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Վազգեն Սարգսյանը։ Եվ երրորդ հարցը. դուք կապ պաշտպանում եք Աշոտ Բլեյանի հետ։ Շնորհակալություն։ Ուրեմն Դուք հաղթող եք թե պարտվող։ Ես ընդհանրապես ասեմ, որ խաղը չի ավարտվել դեռ, խաղը շարունակվում է։ Ինչ վերաբերվում է Աշոտ Բլեյանի հետ կապ պահելուն, ճիշտն ասած ես մի քիչ ծուլանում եմ Աշոտ Բլեյանի հետ հարցում մի քիչ ավելի պատվախնդիր է, ինքը շուշուտ է ինձ նամակ գրում, ես ծուլանում եմ շատ համենայն դեպս վերջին շրջանում շատ հազվադեպ եմ իրեն նամակ գրում եւ երևի գրելու բան էլ չկա, որովհետեւ ի վերջո ես գիտեմ թե հարցերին ոնց է մոտենում ինքը եւ ինքը գիտի հարցերին ոնց է մոտենում եւ ես եւ մենք փոխադարձաբար իրար համար կանխատեսել ենք այդ առումով Բանավիճելու բան չունեք այս։ Բանավիճելու բան ունենք կոնկրետ, բայց այդպես գրելու հույզեր արտահայտելու, այսինքն բավարար ենք ճանաչում իրար, որպեսզի այս նամակագրությամբ փորձենք բացահայտել մեկս մյուսին։ Ինչ վերաբերում է հովանավորներին, ես ձեզ ասեմ, որ մեր հովանավորը չի ոչ Վանոս Իրադեղյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ոչ էլ առավել եւս Վազգեն Սարգսյանը։ Իսկ կա հովանավոր։ Հովանավոր, գիտեք ինչ նկատի ունեք, եթե մեզ ֆինանսական աջակցություն ցույց տվող նկատի ունեք, ես ընդհանրապես ասեմ հետեւյալը, որ սկզբնական շրջանում բնական է թերթը հնարավոր չէր հենց այդպես վերցնել ու թերթ բացել, իհարկե մեզ որոշակի ֆինանսական աջակցություն ցույց տվող մարդիկ կային եւ կային, որ ամենայն դեպս այսպիսին էր վիճակը, երբ որ արդեն սկսում էր ֆինանսական ճգնաժամի նախանշաններ երևում էին, նրանք մեզ օգնություն ցուցաբերում էին։ Ես բազմիցս ասել եմ, որ ես իհարկե հաճույքով կասեմ այդ անունը եւ այդ խոսակցությունները դրա շուրջ միանգամից կվերանա, բայց ելնելով նրանից, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչպիսի ռազմորկաններ են սարքում անգամ խորհրդարանի միջանցներում, ես ուղղակի մտահոգ եմ այդ մարդկանց անվտանգության համար։ Շնորհակալություն Նիկոլ հետաքրքիր համար եւ բնականաբար ինչ կարամ ես ցանկանամ, ես պետք է ցանկանամ, որ որագիր թերթը լույս տեսնի եւ լույս տեսնի անխափան, որովհետեւ այդ գիտեք բացել, փակելը, ռիթմը խախտելը դա ստեղծագործական աշխատանքի համար ինձ թվում է շատ վատ է, անխափան աշխատանք որագիր թերթին եմ ցանկանում։ Ես էլ եմ շնորհակալ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն գործընկերներին, ովքեր այս ընթացքում պարբերաբար մեր հարցը այսպես ասած օրակարգում են պահում եւ չեն թողնում, որ այդ հարցը մեռնի։ Իհարկե բոլորը գիտեն ում մասին է խոսքը եւ ես անուն առանուն չեմ ասի այսպես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, վաղը նորից ենք հանդիպելու, ստեսություն։